Ողջույն, մշակութային նորություններով եթերում ռիվյուն է։ Երաժշտությունը 20-րդ դարում, հայ դիզայներները ռուսկի սիլուետ մրցույթում։ Օտար հողի վրա Տիգրան Մուսոյանը մտահոգված է ազգային նկարագրի պահպանմամբ։ Video Music Awards-ի հաղթողները, Բրիթնի Սպիրսի խայտառակ վերադարձը։ Այս եւ այլ նորություններին ծանոթացեք ռիվյուի այս թողարկման ընթացքում։ Սեպտեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Երաժշտությունը 20-րդ դարում» խորագրով համերգային ծրագիրը։ Սեպտեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Արսիկա Դաշնամուրային տրիոյի «Երաժշտությունը 20-րդ դարում» խորագիրը կրող համերգը։ Միջայի տրիոն համերգներով հանդես էր եկել Սյունիքի մարզի քաղաքներում եւ դրական լիցքեր ստացած վերադարձել Երևան։ Гастроли, безусловно, подготовили нас к ереванскому концерту, хотя нельзя сказать, что это было какое-то обыгрывание или концерты второго сорта, потому что очень важные были концерты, и та публика, которая приходила и в Капане, и в Горисе, и в Сисяне, и в Каджаране, очень были непростые, можно сказать, концерты по контакту с публикой, потому что где-то люди не привыкли слушать классическую музыку, нет такого навыка, потому что не так, к сожалению, много концертов. Просто можно откровенно сказать, что мало их. В регионах есть, конечно, голод информационный и культурный определенный. Но я рад, что каждый из концертов в итоге, даже если он начинался где-то непросто и был шум в зале, и с непривычки не знали, как слушать, что заканчивалось все хорошо. Мы получили колоссальное удовольствие от этих концертов. Настрой боевой, потому что этому помогает, в принципе, сама программа, потому что она необычная, хулиганская и интересная. Мы даже, видите, не в обычной концертной одежде, а в разноцветных сорочках. То есть тоже такой опыт своего рода интересный. Համերգին դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանից, թավջութակահար Կարեն Քոչայանից եւ ջութակահար Կարեն Շակալյանից կազմված Արսիկա տրիոն կատարեց Սմբատյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Երեկոյին տեղի ունեցավ նաև Դանիել Շնիդերի ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։ Լեփլեցուն դալիճը վկայում էր այն մասին, որ այսօր Հայաստանում դասական, ինչպես նաև երաժշտական այլ ուղղություններն ունեն հավատարիմ ունկնդիր։ Այս տարի եւս տասնյակ հայ երիտասարդ դիզայներներ հնարավորություն ունեցան մասնակցելու ռուսկի սիլուետ 7-րդ երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին։ Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի տուն մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ռուսկի սիլուետ 7-րդ միջազգային երիտասարդ դիզայներների 5-րդ տարածաշրջանային կիսաեզրափակիչ փուլը։ Միջ կիսաեզրափակիչ փուլ հասնելը երիտասարդ դիզայներները հաղթահարել են 3 փուլ։ Մրցույթի ժյուրիի կազմում էին ռուսկի սիլուետ բարեգործական հիմնադրամի տնօրեն Դարիա Լինկովիչը, ինչպես նաև արվեստի այլ ներկայացուցիչներ։ Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան դիպլոմներ, իսկ հաղթողներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել ռուսկի սիլուետ միջազգային 7-րդ մրցույթին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Օրերս ավարտված Վենետիկի կինոփառատոնում ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը իր 12 զայրացած տղամարդիկ ֆիլմի համար արժանացել է հատուկ մրցանակի։ Փառատոնի գլխավոր մրցանակակիրը դարձել է թայվանցի ռեժիսոր Էնգ Լին, «Կիրք զգուշացեք» ֆիլմի համար։ Խմբագրված է ֆիլմի համար Բրայան Դե Պալման արժանացել է արծաթե առյուծի։ Փառատոնի լավագույն դերասան ճանաչվել է Բրեդ Փիթը, իսկ դերասանուհի Քեյթ Բլանշեթը։ Ռոք երաժիշտ Տիգրան Մուսոյանը 15 տարուց ավելի է ինչ ապրում եւ ստեղծագործում է Գլենդելում։ Նրա կարևորագույն նպատակը օվկիանոսից այն կողմ օտար հողի վրա ազգային նկարագրի պահպանումն է։
10 տարեկանում մայրը որդու համար երաժշտական գործիքներից ընտրեց ակորդեոնը, իսկ վերջինս երազում էր կիթառի վրա նվագելու մասին։ Բոլորից թաքուն գնելով այս գործիքը այսօր արդեն Տապան 2 Production-ի տնօրեն Տիգրան Մուսոյանը իրականացրեց իր ցանկությունը եւ ժամանակի ընթացքում նվագեց եւս մի քանի գործիքների վրա։ Ջազ երաժիշտների հետ շփումը բերեց երաժշտական լեզուն ավելի լավ ճանաչելուն, իսկ երաժշտական ոճերից մինչ այսօր Տիգրան Մուսոյանը նախընտրում է ռոքը։ Ամենաթեժ կետը երկրագնդի վրայի, որ ռոք երաժշտությունը զարգանում է մինչև հիմա, դա հենց Հոլիվուդն է, Լոս Անջելեսը։ Այնտեղ աշխարհի տարբեր երկրներից տենց եկած երաժիշտներ կան ու այդ քաղաքներում, ասենք Հոլիվուդի ու իր հարակից շրջաններում համարյա ասենք սառնարան սարքողներն են երաժիշտներ, էլեկտրիկները, ասենք մատուցողները, բոլորը դերասաններ, երաժիշտներ ու տենց երազանքներով հավաքված մարդիկ են։ Երիտասարդ տարիներին նա հանդես է եկել տարբեր խմբերում, որոնցից ոչ մեկը երկար կյանք չունեցավ, քանի որ ժամանակաշրջանի պահանջներն այլ էին։ Սակայն 1986 թվականին Հայաստանում Տիգրան Մուսոյանն անցկացրեց ռոք փառատոն, ինչը բավական համարձակ քայլ էր։ Համարձակությունն ու ազատության գաղափարը պետք է բնորոշ լինի յուրաքանչյուր արվեստագետի։ Միայն արվեստի մեջ մարդը կարող է չմտածել սահմանների մասին։ Այս տարի Գլենդելում Տիգրան Մուսոյանն անցկացրեց հերթական ռոք փառատոնը, որն արդեն նրա կազմակերպած 4-րդ փառատոնն է։ 1988 թվականին Տիգրան Մուսոյանը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաք։ Մեկ տարի անց այստեղ նա հիմնադրեց Տապան 2 Production-ը։ Հայ համայնքի համար այն կյանքի էր կոչում կրթական, տեղեկատվական, մշակութային ծրագրեր։ Այսօր իրականացվող նախագծերի թիվը մեծացել է։ Նպատակս եղել էր հիմնականում Լոս Անջելեսի այն հայաշատ շրջանները, որտեղ շատ արվեստագետներ էին գալիս, նրանց համար հնարավորություն ստեղծել, որպեսզի շրջապատին ծանոթացնել իրենց արվեստը, ընդհանրապես սա ոնց որ հայկական պատվի ազգային արժանապատվության հարց էր, որ իմ մոտ ծագել էր, ես չգիտեմ ինչի այդպես շատ կարևորում եմ էլի այդ հարցերը, որտեղ որ ապրում եմ, հարգում եմ բոլորին, բայց ես ուզում եմ, որ իրանք էլ մեզ հարգեն, ու դրա համար հեռուստատեսության հնարավորությունը ամենալավն էր դրա միջոցով ծանոթացնել արվեստագետներին։ Հայ շատ ստեղծագործողներ հանդիսատեսի խնդիր ունեն, ինչը գալիս է հասարակության պահանջներից։ Մինչև հիմա Հայաստանում էլի շատ դժվարություններ կան նրանց համար, ովքեր երաժշտություն են ստեղծում։ Ու եթե ազատություն չլինի այդ հարցում, ամեն ինչի ազատությունները լավ է, չափերի մեջ, բացի արվեստի, չէ՞։ Արվեստի ազատությունը արդեն կրթում է, ոնց որ ուսումնական է, էլի։ Ամերիկաբնակ Տիգրան Մուսոյանի համար ամենակարևոր ազգային նկարագիրը պահպանելն է, որտեղ էլ որ բնակվես, պետք է վերագտնես քո հայրենիքը եւ գտնես հասարակության մեջ քո տեղը։ Այդ դեպքում միայն մարդ կարող է իրեն լիարժեք համարել։ Երջանկությունը նրա մեջ է, որ դու գտնում ես քո տեղը քո աշխատանքով ապրելով, չէ՞, ու քեզ այդ հասարակության մեջ տեղ ունեն տված, որ դու գնում ես այդ տեղում ապրում ես, չէ՞։ Դա որ ամենակարևորը մշակույթին կարճած մնալն է, ասենք լեզու եւ ընդհանրապես տիրապետել քո մշակույթը, քո ազգիդ։ Որտեղ եթե դու չես տիրապետում այդ մշակույթին, դու չգիտես քո հայկական նախշերը կամ շատ օգտագործվող գույները, չէ, որ 1000 տարիներով եկել են, չգիտես քո սովորությունները, չգիտես որ դա լավ է թե վատ է, դու շատ արագ կարաս յակուտ դառնաս, էլի յակուցիայում ու կվերջանա։ Նորություններ մարզաշխարհից։ Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում մեկնարկած շախմատի հեղինակավոր միջազգային մրցաշարում Հայաստանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել Սլովակիան ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի հետ։ Մրցաշարը նվիրված է Կարլովի Վարի շախմատի միջազգային մրցաշարի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը սեպտեմբերի 11-ից 18-ը կմասնակցի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում ընդգրկված են 5 մարզիկներ։ Լաս Վեգասում հանձնվեցին Video Music Awards-ի մրցանակները։ Իսկ Բրիտնի Սպիրսը մրցանակաբաշխությանը հաղթանակի բերկրանքի փոխարեն ճաշակել է միայն ամոթի զգացում։ Լաս Վեգասում օրերս ավարտվեց Video Music Awards-ի մրցանակների հանձնման արարողությունը։ Այս մրցանակաբաշխությանն ամեն տարի ընտրվում են փոփ կատարողների լավագույն ստեղծագործություններն ու տեսահոլովակները։ Տարվա լավագույն երգանվանակարգում հաղթող է ճանաչվել Ռիաննայի եւ Ջեյզիի Umbrella ստեղծագործությունը։ Իսկ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը ճանաչվել է տարվա լավագույն տեսահոլովակ։ Ջասթին Թիմբերլեյքը հաղթող է ճանաչվել տարվա լավագույն արտիստ անվանակարգում։
իսկ լավագույն արտիստուհի է ճանաչվել Black Eyed Peas խմբի երգչուհի Stacey Ferguson-ը։ Տարվա լավագույն զուգերգ անվանակարգում մրցանակ է հանձնվել Shakira-ին եւ Beyoncé-ին Beautiful Liar զուգերգի համար։ Այս տարի Video Music Awards-ի բացման պատասխանատվությունը Britney Spears-ինն էր։ Նրա կատարումը բոլորին զարմացրեց, սակայն ոչ դրական առումով։ Britney Spears-ը հաճախ չէր հասցնում ֆանագրամայի հետևից։ Մրցանակաբաշխությանը գտնվող երգիչներն ու երգչուհիները չէին կարողանում թաքցնել իրենց զայրույթը։ Britney Spears-ի վերադարձն, ինչպես երևում է, բարձր գնահատականի չարժանացավ։ Նոյեմբերի 13-ին նախատեսվում էր երգչուհու նոր ձայնասկավառակի թողարկումը։ Սակայն այն թողարկելու աշխատանքներով զբաղվող ընկերությունը հայտարարել է, որ այս հարցում իրենք հավանաբար չեն շտապի։ Հետևեք TV թողարկումներին, կհանդիպենք։